Հետխորհրդային ամբողջ ծայրամասը անհանգիստ վիճակում է եւ կոնկրետ մի հատվածում Լեռնային Ղարաբաղում այս տարի հնարավոր են էական փոփոխություններ։ Դա ըստ Stratfor վերլուծական կենտրոնի նոր զեկույցի կարող է լինել դիվանագիտական բանակցությունների կամ հայ-ադրբեջանական ռազմական սրման եղանակով։ Հնարավոր է նաեւ այդ երկու տարբերակների միաժամանակյա գործադրումը։ Բայց հիմնականում այդ հակամարտությունում փոփոխությունը պայմանավորված կլինի արտաքին դերակատարի Ռուսաստանի գործոնով։ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում կլինի փոփոխական, քանի որ հիմքում Կովկասում ազդեցությունը պահպանելու մտադրությունն է, ինչպես կզարգանա կացությունը։ Որոշ ազդակներ վկայում են, որ ռուսները կփորձեն առաջ տանել այսպես կոչված Լավրովի ծրագիրը, որի համաձայն հայերը պետք է զիջեն 7 շրջաններից 5-ը եւ տարածաշրջանում տեղակայվեն խաղաղապահներ կամ ռուսներ կամ հապկից։ Բաքուն անկասկած կողջունի այդ տարբերակը, բայց հայկական կողմը վստահ կառարկի։ Այդ դեպքում ռուսները կարող են արտոնել հակամարտության նոր սրում, որի նպատակը կլինի հայերին զիջումներ պարտադրել, կամ Մոսկվան կփորձի կիրառել բոլոր լծակները հայերի մոտեցումը փոխելու համար։ Երկու տարբերակն էլ ռիսկեր են պարունակում։ Նույնիսկ եթե ռուսները կարողանան Հայաստանի քաղաքական վերնախավին համոզել զիջման գնալ, հանրությունը կարող է չընդունել այդ գործարքը։ Դրա ապացույցը անցած տարվա ամռանը Երևանում տեղի ունեցած առճակատումն է։ Ուստի ցանկացած էական զիջում Հայաստանի կառավարության համար հղի է կործանումով, անկախ այն բանից, թե ով առաջ կտանի զիջումների գաղափարը։ Ռուսների համար առավել արդյունավետ կարող է թվալ նոր կոնֆլիկտ հրահրելը, բայց դա էլ վտանգավոր է, քանի որ այն կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այդ առումով Stratfor-ը հիշեցնում է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Իսկանդեր տեսակի հրթիռը հարկ եղած դեպքում հարձակողական զենք է։ Ակնհայտ է, որ ակնարկը միանշանակ հասցեագրված էր Ադրբեջանին։ Stratfor-ը չի բացառում երրորդ տարբերակը։ Մոսկվան գուցեև փորձում է համոզել Բաքվին, թե իբր աշխատում է Հայաստանին քաղաքական զիջումներ պարտադրելու ուղղությամբ։ Այդ դեպքում Լավրովի ծրագիրը ռուսներին թույլ կտա ադրբեջանցիների հետ ավելի սերտ կապեր հաստատել, վնաս չհասցնելով Հայաստանի իշխանության դիրքերին։ Սա էլ ըստ Stratfor-ի ռիսկային տարբերակ է, քանի որ Բաքվի համար ստատուս քվոյի հարատև պահպանումը ընդունելի չէ։ Ռուսները չեն կարող առանց կոնկրետ արդյունքների երկար ժամանակ կիրառել այդ մոտեցումը, առավելևս որ Կովկասում պատրաստ են ավելի ակտիվ գործել եւ Մոսկվայի ազդեցության տարածքին հավակնել տարածաշրջանի երկու տերություններ՝ Թուրքիան եւ Իրանը։ Stratfor-ի վերլուծաբանների համոզմամբ Մոսկվան կփորձի ազդեցություն գործադրել թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Դա է առանցքային գործոնը, որով պայմանավորված կլինի կոնֆլիկտի հետագա զարգացումը։ Դա է լինելու քաղաքական եւ անվտանգության իրադարձությունների շարժիչ ուժը մի տարածաշրջանում, որը առաջիկա ամիսներին կարող է դառնալ ել ավելի անկայուն։